Ողջույն։ Ողջույն։ Տենում եք Աբովյանի երայինչ։ Սարել ձախ կողմը։ Սոսիներն անտիր հիվանդանոցի մոտ շատ լավն են։ Բարձր, Գեղեցիկ, շքեղ, հիացած ենք ուղղակի։ Ամսի քանից նմանայդ ջան։ Մայիսի Արմին ջան, վաղը վերջի օրն է մայիսի, գարունն էլ պրծավ։ Տենանք ամառը ինչ կասի։ Ամառը առաջի 10 օրը էլի անձրևաց։ Բայց ես ինչ ասես մայիսից ինչ որ գոհ եմ։ Շետեկի։ Ասում աստիճան է հիմա, ինչ Արմին ջան, մի 3-4 օր է լավ մայիսի, մնացած օրերը կամ ուժեղ քամի կամ անձրև։ Ինչ ես ասում։ Այո։ Ժամը 6:30 համարյա։ 18 Արմենը ասեց արդեն աստիճան։ Թեքվենք կորյուն։ Մի հատ մտածում ենք մեքենայով անցնում ենք կինոնայրին բացվել է։ Այո։ Կարող է ռետրո կինոթատրոնը դառնա այդ։ Չգիտեմ, Ռետրո։ համոզված չեմ իհարկե, բայց արդեն դուրսը ցուցանակներ էր, ընդ որում էկրանով էլի։ Ստեղ էլ պակաս չեմ նայի։ Հա, լավն են մեր ծառերը շատ կան սիրունները։ Հա, շատ լավն է։ Այս սոսիները ամենալավն է երևի Երևանում։ Ամբողջ Մաշտոցը այդ սոսիներն են, չէ՞։ Այո։ Հենա անդեր խելը շարունակում են։ Ինչ լավն են, այո։ Բայց լույսը լավը չէր։ Ստեղ էլ է։ Տերյանը վաբշե լավն է միշտ եղել։ Դե նայում ես ինչքան շատ է, Զաքյանը ինչ լավն է, չէ՞։ Զաքյանը, հա, բայց Զաքյանը շատ հին են արդեն։ Է ինչ կապ ունի, հենա ուղարկել էր Հրամը իրանց մոտից Մարսելից։ Սոսիներ 120-150 տարեկան։ Օ, Հա։ ես փոքր ժամանակ մտածում եմ, այսինքն մերոնք էին ասում, որ այդ կանացքի կլոնը։ Այնց այդ Մաշտոցի վրայինը։ Պլատան էին ասում։ Կանացքի կլոն։ Իսկ հետո ես ինչ փոխվեց։ Հետո սոսին մոդա ընկավ այդ խոսքը։ Ու այդ շարիկներն Քաղաքապետարանի են շնորհիվ։ ես ինձ հավեսով նայում այդ շարիկների վրա։ Սենց մի ձևի ոնց որ Յուժիկների նման։ փշոտելն էին, այո։ Լավն են։ Թեքվենք Իսահակյան։ Իսահակյան։ Հա, բայց Չէ, մենք գնալու ենք։ Հա, ճիշտ է, ճիշտ է։ Կինոնայի։ դժժամ։ Ճիշտ է, ճիշտ է։ Դե բայց այստեղ դժվար է այստեղ տան։ Դե մեկ Ես փոքր է, չաս այստեղ կան Մեկ նրան։ հեչ էլ փոքր չէր։ Այս մեքենան որտեղ դուս եկավ։ Այս մեքենան Ներսից։ Շլամբավոյից դուրս եկավ։ Բայց այս կողմը շլագբաում չկար։ Կավ անայդ։ Եկել ենք Պավլե, շլագբաումը տեսել ենք։ Ձախ կողմը, աջ կողմը չկար։ Արի ես անջատեմ, թե չէ հա վիճելու ես հետս։ Դե էլ չեմ վիճում։ Всё։ Ահա, Բայրոնի վրա գտանք տեղ։ Ես Բայրոն Հիմա պրոբլեմն է Բայրոնով դուրս գալ, Մոսկովյան։ Մեր Հասմիկ Արմիկենց Հենց իրանց բալկոնի մոտ էլ կանգնել ենք։ ողջունենք։ Ողջույն։ Ողջույն։ Հասմիկ ջան, քեզ վերևը ողջույն, Արմիկինը ներքևը էստեղ։ Ենքով գնանք, թե մի հատ Կոմիտասի այգիի մոտով անցնենք։ Կոմիտասի։ Դե կոնսերվատորիայի արշևի այգին, էլի տենանք։ Այնտեղ վարդեր պետք է լինեն։ Ահա, կակռաս կստուգենք։ Ես մեքենան փագեմ։ Ես մոյկան։ Ոյ, Ես ինչ աղմուկը։ ստոշնու առու։ Չէ, ակուստիկան է այդ ձևի։ Բայրոն փողոց։ Գիտեք Բայրոնը գեաձևը։
Նույնիսկ այն կողմել է, չէ՞ մի քիչ Բայրոնը գնում դեպի Թումանյան։ Դեպի Տերյան։ Այդ Տերյան, հա, ճիշտ է։ Այս բանկը փոխվեց, դարավ Յունիբանկ, Վայ, Ագբան։ դա երբ է փոխվել։ Արդեն մի քանի տարի է։ Հա, ես չեմ նկատել։ Արմեն, գիտես, որ գլխավոր հովանավորը այդ գինու փառատոնի Ագբան էր, հա։ Ագբաները, Լսեցի։ գլխավորը։ Հա։ Ինքան թվարկեց հովանավորներս կի։ Դե երևի այնքան փողա ծախսել ես տարածքը տվել է Յունիբանկին։ Էս էլ Բայրոնը, ինքը Բայրոնը, Լորդը։ ինչ է գրած, հա, Լորդ Բայրոն, այդ մտամինչ, Հիշեցիր սենյակը, որտեղ Բայրոնը ապրում էր, հա, ճիշտ է, Լազարյան, ոնց? Լազարյան, Լազարյան չէ, Սուրբ Ղազար, Սուրբ Ղազարի է, հա, Вообще-то ռուսերեն բան է, հենց Լազար, Օստրով Սվիտովը Լազարը, հա, դե դրա համար ես, բայց այդ մումիայի ընդեղ գտնվելը ես տենց էլ իմաստը չհասկացա, Դե ինչքան թանկարժեք բաներ ունեն, սա ներկայացրել են, էլի, հիմա ոչ այդ սենյակում, հենց Բայրոնի սենյակում, հա, այդ գրքերի մեջ, այդ աուրան, ոնց որ իրան զգաս բան, մեկ էլ այդ մումիան, Այս վերջերս դու ճանաչում ես էլի Սիլվայանը, համերգին իրար հանդիպեցինք, հիշում ես, այս վերջի համերգին կամերային, ոբշեմ, մեր բանկապարտեզից է, ինքը գնացել էր Իտալիա ու ֆոտոներ ա ուղարկել, Արմեն, այն նույն բաննա, Священнослужитель ոնց է հայերեն։ դե ասենք տերտեր, Այն նույն տերտերն էր, որը մեզ պատկերացնում ինչ ես ասում, վայ, Ես նենց էի զարմացել, իսկոն տարի անցել է, այդ մարդը այն ժամանակ արդեն մեծահասակ է։ լավ մեծահասակ, ինչ է մեծահասակ, թռավ են բանի վրա, Դե բայց ասում պարապետի վրա քեզ, սիրուն են, այս մուկ կարմիրները, ոչ, բորդոները, ոյ քորանամ ես, շատ սիրուն են, շատ։ Հիմա ինչ ես ասում, կամերան փոխեմ, Չգիտեմ ինչ անես, բայց գեղեցկությունն է շատ։ լավ մի հատ կիսվենք, նախանձություն չանենք, ահա անայ ջան, ես էիր ամենաշատ, Բալի գույն այս լավն է։ Ես այսքան նույն թփի վրա չի տեսել այսքան այլ վարդերը։ Այս գույնի հատկապես։ Սա էլ է շատ լավ է, տես բեժա։ Իրապես մեկը դորթու բեշ անեմ, հետո անենք, նիշտապի, անցանք վարդագույնին, Վարդագույն չի, բեժա վարդագույնը։ Բեժա վարդագույնի անցանք, հանգարց չշփոթեք Հենա, վարդագույնը ձախ կողմն է։ Վարդագույնն եմ ցույց տալի, Լավ է, Վարդագույնը երոնյակի ձախ կողմն է, ինչի երոնյայի վարդ, ռեժիսոր ես, ես էլ ապերատորն եմ, Բայց ինչ, սպիտակները լնային փնջերով են ծաղկում։ գնացինք սպիտակներ նայելու պատրաստեք, հեսա փնջերով, սպիտակներ, ընդեղ մի հատ էլ կա Են նույնը։ վիշնյովի, Ես էլ երեք հատ է, երեք։ գույներ ասում ես, հա? Մուկ բորդոյ, կամ մուկ բալի գույն, երեք հատ են կուտել։ Բորդո քաղաք չի, Ֆրանսիայում, Կա, այն է։ վահլես ջուրը նայեք, ինչ գեղեցիկ հոսում է, Հավեսով այլ ջերում է։ Իրանք են ինչ հաճույք են ստանում, չէ, ջուրը։ այլ ասում ես, սրանք էլ եմ ցույց տալու անայդ, մի թեթև ցույց տամ ու գնանք, Նրանք все-таки ավելի շքեղ էին, սրանք մի քիչ մեծ ցածրոտ։ ցազրոտ են, հա, կա տենց բան, Տեսնում ես նույն թփի վրա տարբեր գույնի։ Այս կողմը ավելի լավ է երևում այս վարդագույնը, այնտեղ օրանժն էր։ ես մենակ սալվին կարա բացատրի, ես ինչ պատմություն, Դե սկրիշի որը դելի ոնց են ասում հայերեն, չգիտեմ։
Խաչբար։ Սիրուն այս կողմից այս թուփը, այնտեղից այդքան սիրուն չէ։ Այսօրվա նկարահանումները տապալում ես արդեն, անայդ։ Դե մի հատ այդ գեղեցկությունը ոնց կան տարբեր անցնի։ Սա ջերովն է։ Այո։ Դու այն Մյունխենի վարդերը հիշում ես։ Մյունխենի։ Չէ։ Այն մյուսը, Համբուրգի։ Չէ, չեմ հիշում։ Լավ էլի, Ոչ չեմ հիշում։ դա եղավ։ Դրա համար էլ սենց հիանում ես։ Այդ որտեղ է Համբուրգում, որ մասում։ Ինչ-որ մի հատ այգի գնացինք, Այն աղջիկներ Սաբանական այդ է։ լուսաբանականներ։ Այո, տղաները չեմ ես տարա։ Հա։ Այո։ Անայդ մնում ես, ես գնում եմ։ Ուզում ես մնա, ես գնամ կինո նայրին նկարեմ կամ արագի մեջ։ Համիա ուժեղ չեմ ուզում։ Դե լավ, քամիա ուժեղ։ Թեթև քամիա։ Ճարիվը վայել ենք, հեսա շուտով մարկը գնարեմ։ Ես ինչա մրսում ես։ Հա, նենց հովոտը, չնայած պլաշս վերցրի, բայց չհանգ։ Բայց մնաց մեքենայի մեջ։ Արմ, այն նորը Գագիկը ինձ ուղարկել էր երկու հատ Չիքիջանի համերգը։ Որ Գագիկը։ Թամանյան, Հա։ Թորը Թամանյանի։ Ահա։ Հա, ինքը հիմա Լոնդոնում է ապրում։ 86 թվի, 1986 թվի նկարահանումներ էին, առաջի անգամ իրանց թողել էին Սովետից դուրս։ Մեկը Լոնդոններ, մեկը Փարիզը։ Չեկեջանին էին առաջ անգամ թողել, հա։ Ակապելա։ Ու պատկերացրա, իհարկե Լոնդոնին ինձ ավելի դուր եկավ, գիտես ինչու։ Շատ օրիգինալ Ինչ էր ասա, ռուսերեն ասա։ կատարումներ էին, էլի օրիգինալ։ Հա, կատարումներ։ Ոչ Չիքիջանի Տրադիցիոն ոճի։ Հա, свойственно էլի։ Ուրեմն Միկին դուս եկավ, ինձ սկզբից թված Տատևիկ Հովանեսյանն է, այդպես կարճ ստիշկա, դե 86 թվին համարա բոլորը այդ նույն ստիշկա եղել։ Բայց հետո Գագիկը ասը չէ, այդ մեր հպարտությունն էր։ Նինա Հակոբյան։ Ահա։ Անեն Սամոթայում երկեց։ Սամոթայ։ Այո, հեչ անսպասելի էր։ Բա երկշախումբը ինչ էր անում։ Երկշախումբն էլ նենց էլի։ Տակից, հա։ Կալեն ասում, թե ինչ մի տետև։ Հա։ Հա, երկու երկեց, այդ Սամոթայումը իհարկե շատ դուր եկավ։ Հա, մի Հետո խոսքով։ Հասմիկ Պապյաններ երգում Անուշից։ Ահա։ Ու հետո շատ զարմանալի, բայց Կազարնովսկը։ Անայդ Կազարնովսկեն հայ է, Իտավո։ Չգիտեմ, Արմեն։ Մի խոսքով։ Հա, Գագիկին հարցներ, կիմանար հաստատ։ Ու Չիքիջանը այդտեղ 58 տարեկան է, հետո Գագիկը ասեց, էլի 29 թվից ծնված էր։ 29-ա թե 28։ Չեկիջանը։ 28 թե 29, մի խոսքով 58 տարեկան էր այդտեղ։ Հա։ Անենց բան, անսպասելի։ Դե հիմա էլ ասում է շատ լավ է ինքը։ Մույսիլ էլի, գլուխը լավ աշխատում է, բայց մարմինը արդեն իրան չի ենթարկվում։ Немощный. Немощный, ավելի ճիշտ, ոչ թե немощный։ Немощный։ Հայերեն ոնց է դա քիրա տկար։ Չէ, տկար չէ։ Ну немощный, այսինքն ուժ չկա արդեն էլի մարմինի մեջ։ Այն մկների ժողովում ասում է ես տկար եմ։ Չէ, մեկը։ Это դու ուզում ես ասես թարգմանում է немощный։ Կարող է։ Ուրա վարդերը անա այդ խոստացած խապեցիր, բերեցիր։ Քեզ խոստացել այստեղ։ Ոնց չկա։ Քաղաքապետարանն է խոստացել, դեր կանգնես այդի, ոչ թե ես։ Ստեղ սաղ վարդեր էին մի վաղտ։ Ստեղ էլ էր սաղ վարդեր։ Գլուխա պահում թաղապետարանը։ Ինչ չգիտեմ, ես ինչ բան արեցի։ Դու ես իրանց այդ հեռախոսակապի մեջ։ Ոնց որ բանը ելներ, հիշում ես են հոկտեմբերիկի նշանը որ կար։ Սասունցի Դավիթին նշացրեց։ Այդ ավելի գեղեցիկ ասեցիր։
Թե չէ ես Լենինի հետ էի համեմատելու խեղճ երեխուն։ Իսկական սկրիպուշ, Սասունցի Դավիթ մանկությունն է։ Սասունցի Դավիթն է նման։ Անունը Դավիթ, հա։ Բայց լավ ասի, Սասունցի Դավիթ իսկապես նման էր։ Այո, все поросло травой։ Դե խոտը անձրևի շնորհքն է, քաղաքապետարանը ստե երևի։ Այս ամենավնասակարար խոտն է Դավիթի համար։ Կավուլը։ Հա։ Հա, այդ ալերգիան իր մոտ դե դու հայտնաբերեցիր Դիլիջանում, չես հիշի։ Որ այս խոտից էր իր մոտ ալերգիան։ Երեք էլ Փարիզանում որ նստած էինք, սաղ փռշտում էին։ Հա, մերն էլին է լավ հիվանդացել, 38 ցերեկն էր ջերմությունը։ Այդ ինչ-որ էլի վիրուս է, էլի։ Այդ շուտ է, հիշում ես ես այդ Սուրենի մոտ, Սուրիկի մոտ որ գնացի են, որ խրուստալի վրա գործ է անում։ Ես այդ օրը մինչև այդ զանգ տվեցի բանին։ Այս շուտ մանց է ջարդված։ Բայց ինչ չեն փոխում։ Զարմանալի է։ Ու ինչ զանգ տվեցիր ինչ։ Պետրոսին զանգ տվեցի մինչև այդ, ուզում էի մտնեի Պետրոսին տենայի զրուցեինք մի քիչ։ Ասեց այդ զզվելի ասմա վիրուսներից եմ կպել։ Այդ վաղտ ինքը ասեց։ Դե դա մի ամիս ավել էր։ Հա։ Բայց տղային հարցրեցի լրիվ տենց չէր ապակինվի, ասմա։ Շշկեքին եմ նայում։ Որտեղից են այստեղ հայտնաբերվել։ Երեխեքն են երևի։ Հա, հավաքև դրել են։ Հետո մաման ասել է ոչ մի դեպքում տուն չենք տանի։ Չէ, շնորհակալություն։ Մեզ բժիշկը ասել է զբոսն եք անընդհատ։ Բայց այս զբոսանքը մեզ փրկում Արմեն։ Ինչի՞ց է փրկում։ Մեր տարիքային տարբեր պատմություններից։ Այո, վալյաչկի, ինչ են ասում հայերեն։ Ցավիկներ։ Ցավիկներ։ Անտաղանդ ցավիկներ։ Հասակի ցավիկներ, կարելի ասել։ Անայդ, այսօր գիտես ինչ էի մտածում։ Ինչ։ Օրինակ նայ, այդ որ անընդհատ ասում են միաբանություն, միացում, դրսերի հայերի հետ եւ այլն, սենց էլի։ Ես ինչ-որ զգացի, որ այդ ինչ-որ սուտ խոսքեր են, անհնար է դա։ Բայց դե ասենք Ամերիկայի հայեր, Ֆրանսիայի հայեր, ստեղի հայեր, այդ քաղաքական դաշտում սաղ դառնան միահամուր, Ռուսաստանի հայեր։ Չէ, եթե խորը մտածես, հանուն խաղաղության կարելի է Լավ, անեդ, լավ, հասկացա, այդ քո ասածը շատ գեղեցիկ հեքիաթ է, որը երբեք լավ էլի անեդ, դու հավատում ես քո ասածին։ Չէ, ես ասում եմ հանուն, եթե Ինչը հանուն է, գնաս Ռուսաստան 2 միլիոն հայերին կամ 3 միլիոն, սկսես ինչ անել, մի հատ բացատրել ընդհանուր չգիտեմ ինչի։ Իրանք էլ կասեն, նա դուք մեր նման մտածեք ընդհանուր եսի ինչի համար։ Եվ լավ այդ Դե հայը պետք է Հայաստանի մասին մտածել։ Անայդ, եթե իմ մտքով տենց բան անցներ, ես հիմա չէի բարձրաձայնի, բայց իմ մտքով լրիվ ուրիշ բան անցավ։ Ամենալավ բանը, որը արտասահմանի ապրող հայը, մի հատ լսի, ես ինձ թվում է շատ ռեալ բան եմ ասում, կարա անի Հայաստանի համար, լինի այդ երկրի, որտեղ ինքը ապրում է հիմա։ Մի րոպե կներեք ժողովուրդ, GoPro-ն ինչ-որ անսպասելի անջատվեց։ Ինչ էի ասում անեդ։ Դու միտքդ չարտահայտեցիր, սկսեցիր, բայց չարտահայտեցիր։ Միտք չեղավ։ Այո,
ամենամեծ բանը, որ հայը որպես հայ իր հայրենիքի համար կարա անի, դա գիտես որն է, որ երկրում ինքը ապրում է, այդ երկրի օրինավոր քաղաքացի լինի, այդ երկրին իր աշխատանքով օգուտ բերի, այդ երկրում հարգանք վայելի ինքը, այդա կլինի Հայաստանի համար իր ամենալավ ու ռեալ գործը, որ ինքը հիմա քեզ օրինակներ բերեմ։ Շարլ Ազնավուրը, հա? Վիլյամ Սարոյանը, չէ՞։ Ինչքան կան։ Արչիլ Գորկին, շատ կան։ Նույն ասենք Արամ Խաչատրյանը, որ մեծ մասը Ռուսաստանում էր ապրում, չէ՞։ Բայց այդ մարդկանց շնորհիվ հայերին հարգում են, սիրում են, էլ դրանից լավ բանը։ Դրա համար գիտես, օրինակ ես հիմա կանամ մերոնցից էլ թվարկեմ ահագին մարդ, որոնք ես գտնում եմ, որ արժանի են, որտեղ շատ լավ իրանց այդ որ երկրում ապրում են, դրա քաղաքացի են իրանք։ Օրինավոր, օգուտ բերող, բայց չեմ ուզում մանրանամ։ Դու էլ գիտես մերոնցից ում կարելի է թվարկել, դա ամենալավ բանն է Հայաստանի համար, իսկ այդ միաբանություն և այլն ինքը ինչ-որ մի տեսակ հնարած բան է, էլի, ու ինձ թվում է չլնող։ Դրա համար մերոնք որ գալիս են, դու նկատել ես, ես որ խոսում եմ, իրանք որ սկսում են այդ երկիրը, որտեղ իրանք ապրում են, գովել, ինձ այդ շատ դուր է գալի, շատ։ Դա շատ ճիշտ բան է, ճիշտ մարդիկ են իրանք ուրեմն, էլի։ Ինչ համերգա։ Այս ուսումնական կենտրոնի Սաատնովայի երաժշտական դպրոցի երաժշտական խումբն է, խորն է, համերգ էր։ Ավարտվեց համերգը։ Կոմպոզիտորները ներկա են, ճիշտ ասած չգիտեմ, հայկական կոմպոզիտորների երգեր են երգում, այն մենք հասկան։ Երևի տարվա վերջի ինչ-որ բան էր, համերգ էր, հա, ավարտական։ Չգիտեմ, կարող է։ Այս բոլորը գնում են Կասկադ։ Կասկադում էլ եք երգելու։ Չէ։ Կասկադում չեն երգելու, Անահիտ։ Չեն երգելու։ Չէ։ Ինչ լավ դեղին հագնվել են, չէ։ 50 երեխա ասեց կինը։ Սիպլոնը ոնց է եղել։ Հավիճ ճուտիկներ ոնց է։ Ապագան մեր երկրի։ Դեպի արևն են գնում։ Դու էդ ասա, այս կարճ լույսով ոնց են կազմակերպել։ Ճիշտ է, այմար, ստեղ։ Լա նայենք, էլի։ Անդուր կարճ լույս է։ Ահագին էլ արագ անցնում։ Չէ, ուրա պրծավ կարմիրը արդեն։ Դե հա, բայց մեկ է, տես, այս կինը ղեկավարում է, մեքենաները ճանապարհ են տալիս։ Հա դե պետք է համակարգվեն, բա երեխեքին ոչ չեն թողելու փողոցի մեջտեղը։ Մի խոսքով անցան Անահիտ, մի անհանգստացի։ Փոքր երեխեք չի տեսել։ Լավ, հա։ Ինչ-որ գեղեցիկ է այսօր Երևանը աչքիս։ Լավն է։ Մայիսը լավ իրագործ արեց։ Ծառուղի ստեղծվեց, չէ՞։ Հա, երկը։ Ճյուղերը, որ ներքև են իջը։ Դուք ապրել գեղեցիկ քաղաք։ Նիգին Անահիտ։ Դուք էլ պարոն Արմեն։ Տեղ գեղեցիկ։ Չէ՞։ Մի քիչ մաքուր լինի մեր քաղաքը։ Այ վաղը ուզում էինք գնայինք, շատ էինք ուզում գնայինք, բայց մեզ զգուշացրեցին, որ այնտեղ շատ ծանր ճանապարհ է հասնել
հայ մարդ։ Քանակերտեցի մոտ։ Մի րոպե անայդ, մի րոպե, զաղմուկից ոչ ման չլսվես։ Քանակեր գեսի մոտ, Այո։ Գես թե մոտակայքում, չէ, գես տեցը բանում է։ Տեցը տիպլա էլեկտրոստանցիա, գեսը գիդրոէլեկտրոստանցիա։ Այս ծառն էլ է լավ, անայդ։ Ծառը արդեն հա։ Մի քիչ ես էլ քեզ խանգարեմ, դու ինձ ոնց ես խանգարում։ Ու փաստորեն ասում է, այդ ջրվեժը 3 տոննա աղբ են թափել։ Պատկերացնում ես։ Ու այդ green խումբը, Ռուսական խումբը։ այո, ռուսական, բելարուսական այդ իրանց ղեկավարը Բելարուսիայից է այդ աղջիկը, անունը չեմ հիշում արդեն։ Եթե հիշում եք, ավետի մոտ էին Այո։ մանումենտում իրանք։ Մենք բարձրացանք իրանց Հա, սենյակները նայեցինք, մի խոսքով այդ խումբը ուսումնասիրեցինք։ սենց մի հատ կարճ վիդեո էր Facebook-ից դու գտար, թե Ռիլսերում էր։ ուրեմն ասեցին իսկ դուք գիտեք, որ Երևանի գրեթե կենտրոնում կա շատ գեղեցիկ ջրվեժ։ Ու շատ սիրուն ջրվեժեր իսկապես, բարձր ահագին, բայց Որը ասեցին աղբեր լրիվ կորավ։ աղբի մեջ կորած է։ Աղբանոց էր դարել էլի, ոչ Հա, թե կորած։ անցյալ կիրակի մաքրել են, ասեցին այս կիրակել են գնալու, Ով ուզում է թող մեզ միանա։ միանա, Մենք իհարկե որոշեցինք միանալ ոչ որպես մաքրող, այլ նկարող, բայց հա, մենք որոշեցինք հեշտ գործ անենք։ ըստ մեր տարիքի։ Բայց ավետը հարցրեց։ Զանգ տվեցի ավետին, ասի ավետ ջան իմացի, ես իրանց քարտեզով տեսա, որ հետո ոտքով պետքա գնանք։ Այդ նորմալ ճանապարհը մենք կարանք անցնենք, թե չէ։ Ասեց հեսա իմանամ վարպետ։ Ավետը ինձ վարպետ ասում։ Զանգ տվեց, ասեց չէ, ջաջա Արմեն։ Արդեն ընդհատեմ ու ես շարունակեմ։ Դավայ։ Եվ ավետը ասեց ոչ, ձեզ համար շատ դժվար կլինի, որտեղ այնտեղ սարի ձորեր է։ Ասեց Այ, հատուկ ոտքի պատրաստություն է պետք։ Հա, նույնիսկ պատրաստված պետք է լինի։ Պատրաստված։ Իմանայինք այն շաբաթից, պետք դիրապետ։ այն շաբաթից կպատրաստվեինք, բայց մի օրում չենք հասցնի իհարկե։ Ափսոս։ Ափսոս։ Այս Շատ։ պաչին է, հիշում ես, պաչին։ Այո։ Ես համ պրոցեսն էի ուզում տեսնել, համ հենց ջրվեժը ամենաշատը ուզում եմ տեսնել։ Ճիշտ ասած, ինձ պրոցեսը առանձնապես չէր հետաքրում, ես ջրվեժն էի շատ ուզում։ Չէ, դե ամեն մեկը իր տեղ։ Բայց ես մի բան չհասկացա, Անահիտ։ Ինչ։ Եթե մեքենա չի մոտենում այդ տեղին, այդ Ոնց են այդ տոննաներով աղբը ոնց են բերել լցրել, այդ առաջինը։ Հետո էլ ոնց են այդտեղից տանում, էլի, փաստորեն այդ տանում էին, դու չտեսար, իրանք ասեն ցպոչկայով էին կանգնել։ Հա, չէ, չեմ տեսել։ Խանցելով Հա։ Իսկ ոնց է լցվել, ես չգիտեմ այդ ջրվեժը որ գետի հետ է կապված։ Ալիսան ասում է մեր մոտ, ասում է վերևը աղբը լցում են, ջուրը բերում է։ Հա, կարող է տենց է եղել, հա։ Դե ոչ իհարկե բոլորը այնտեղ մետաղյա ինչ-որ կոնստրուկցիաներ էին քաշքշում այդ ջրվեժից։ Բայց ասում է այդպես է լինում, ջուրն է բերում։ Բայց տենց եթե իրար փոխանցում էին, կարային մեզ էլ տենց իրար փոխանցելով Տաներ ասում էին։ հիմա այն քո սիրած խաչապուրին ենք առնում։ Դա այս ժամին վայ Անահիտին զանգ տվեցին։ Ջան։ Ալո։ 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 Չէ, սենց բան չենք առնում։ Խաչապուրի չկար։ Անահիտ կարող է ժինգյալով հաց։ Ժինգյալով հաց կարող է ուզես հեսա։ Ում զինգելու։ Հենա։ Չէ, միզի։ Գոնեն մեծ խաչապուրիները ներնայել աժլավ։ Ահա։ Երկու հատ ժինգյալով հաց առանք փոքրիկ։ Մեկը ինչ-որ պանիրով, մեկը լավ Անահիտ էսա կգա կասի։
ու երկու հատ էլ հյութ խմելու։ Գնանք կինո նայենք, հա։ Հետո ինչ թվում է կարանք գնանք այն լավ բակը, այնտեղ միտեղ նստենք ուտենք էլի, չէ։ Ինչ կլինի որտեվ տունը ճաշ ունենք լավ, բայց անսպասելի սովածացանք։ Մի թեթև ուտենք, հետո տանը կճաշենք արդեն։ Արի կինո նայենք անայդ ասում եմ։ Այո։ Հետո գնանք այն բանը Գեղարվեստի ակադեմիայի դիմացի բակը։ Այնտեղ հարմար է, մի հատ նստարանին նստենք։ Այդտեղ սա նստարանները հանել էին, հիշում ես ժամանակին։ Հա, հիշում ես։ Այն ապրովն էլ բացատրեց ինչի համար։ Կարող է հանածելն։ Գիշերները ես եմ գալիս էին Հա, ինչ-որ վատ երիտասարդներ։ Օրիենտացիայի մարդիկ։ Ես ինչ բարդ խոսք ասեցիր։ Օրիենտացիա, տենց հարուսել։ Հա։ Այ բարեք բան, էկրանը միացրեցի, մենք որ գալիս ենք չկար։ Նոր որ մեքենայով անցանք։ Երկուսն էլ սա էր։ Ժամանակ։ Երկուսն էլ ռուսերեն է գրած։ Сегодня в кинотеатре Наири։ Կարող է ռուսերեն նայեն այլ պատկան։ Սա ռուսերեն է։ Քեզ բան։ Ինչ բան էր։ Грязные деньги։ Այո։ Ռուս Պլյուս արմեն։ Սուբտիտրներ։ Սուբտիտրեր։ Բայց ո՞նց է ռուսերեն համահայերեն։ Ռուսերեն տեքստ է, իսկ սուբտիտրները հայերեն ագրված։ Այս ինչ անկապ կինոներ են։ Այս մեկը հայերեն է։ Այդ ինչ թանկ էր, բայց նկատեցիր։ Ինչ։ Звездные։ Ես խոսքեր են անկապ չէ։ Բայց այս լրիվ ռուսերեն գրած է չհասկացել լավ։ Դե գնանք մի հատ պարզենք։ Սա էլ են իրանց տվել արդեն, հա, երեք։ Սա գլոբինգինն էր։ Բայց ազատվել է, ես։ Հա, ոնց էր դուրս է եկե գլոբինգը։ Ես եթե ուզում են նույն հատակը մնա, պետք է մեզ կանչեն։ Ռետրո չի։ Չէ, ռետրո չի։ Ոյ մի բան, այդ սա։ Հա, պարզ է։ Я мастер хора, повелитель времени. Ты находишься там, где рождается время. Բարեզ ես։ Դրամար կողմ։ Հա, որ չբարձանանք, ձեզ մի երկու հարստան գնանք, կլինի։ Ամբողջը ռուսերեն է գրած, ինչի։ Ինչը։ Այս բաներ էլի։ Հա, փոխում է ինքը հայերեն, ռուսերեն Հա, հայերեն էլ ալնում։ Հա, չէ, փոխվում է։ Հա, մի խոսքով լիաթոք արդեն աշխատում է կինո նայրին։ Այսօր կինո չեն գալու, բայց Իսկ ես ֆոյեն էլ դեստրված։ այս գլոբինգին հանեցիք, հա, շատ լավ է։ Ապրեք։ Ինքը առով կարող եք պահել հեռախոսը։ Ցանկը կբերի կինոների, կարակընտրեկը տեղից արդեն ամրագրման եք արել։ Ցեք անենք, շնորհակալություն շատ։ Իսկ կարող ասեք տերով չեք կարա։ Չգիտեք, թե չեք ասում, չգիտեք։ Ամենից հալա չի։ Օսկարը։ Հայատը ռուս էլի ասը չգիտեմ։ Էդ էլ չգիտի, հա։ Դե արդեն մի քիչ լավ չի։ Грязные деньги, որտեղ։
Ես ինչ անայ դուր նայեմ։ Ֆիլմից է հանած է հերոսները եւ Հա։ կասկան թե տարիլկայա լիտայուշի չգիտեմ։ Հələ մի րոպե ես այդ տղային մի հատ բան ասեմ։ Հա, չէ, նորմալ է, ասած փոխվում է ժամանակ առ ժամանակ։ Հայերեն, Անահիտ ասում է մի քիչ առաջ էլ անգլերեն գրեց։ Ես չասեցի։ Չասեց, հարցրեցի հայա թե ռուս, ասեց չգիտեմ։ Դե կարող է իսկապես չգիտի, ես գնացի նորից մի հատ հարց ունեի։ Բայց ժպիտը նենց մի ձևի։ Նայի, Անահիտ։ Այո։ Ես ինչա վերացրել է։ Պաստորեն հա։ Սականդելու է։ Ես չգիտեմ, մի հատ բան հարցնեմ, այդ ինչ է հետաքրքրվում այդքան էսյում նայնում։ Ես մենք ամեն օր նկարում ենք։ Երևան Everyday-ա կոչվում, հետաքրքիր է էլի։ Հայերի համար։ Նորությունները։ Ես տեղը գիտեմ, ոչ տեղը գիտեմ ինչ են անում։ Հա, բարձ է։ Հա, դե չգիտեք ոչինչ։ 14 ասել, վերը բարձանա։ Խեղճ տղուն այնքան հարց տվեցին, կասկածելի արդեն դառանք։ Եվ աշե պետք է սկզբից երևի ներկայանալ, բայց մոռանում եմ։ Լուլուն խորհուրդ է տալիս դոշին։ Անոյ, Փոքրետ ինչ են ասում են։ բեյջա, ինչա։ GoPro-ին մի շարժի։ Դա Չէ, այդ Ռուսաստանը ինձ թվում է չի լինի, այդ դու որ սկսեցիր կասկածել։ Լավ, գնանք այն բակը մի Բայց հատ։ սա ես զգում եմ, որ սա քանդվելու է։ Հիշում ես, մեզ շատ վաղուց մերոնցից մեկը ասեց, սա վերանալու է այստեղից։ Հələ մի ինչ է, քանի ամիս, մի տարի առաջ էր։ Դե ճիշտն ասած, այն ամենասկզբից որտեղ են Օսկար ռեստորան մի հատ հայտնվեց, արդեն ինձ սոսկալի դուր չէր գալի այդ։ Դե շենքը փչացրեցին, էլի փաստորեն։ Հա, լրի։ Բայց այդ Օսկարը ինձ մի հիշացնում, ես թույնավորվեցի այդ Օսկար ռեստորանը։ Յա, տեսար ինչ արեց։ Տեսա։ Օպ։ Իմիջիալոց այս միակ բաններ, որ ես այդ ատլետիզմի, ինչ էի պարապում։ Լյողկա ատլետիկա։ Չէ, գիմնաստիկայի մյուս տեսակը։ Ակրոբատիկա։ Հա, ակրոբատիկայի էի գնում։ Հա։ Այդ միակ բաններ, որ սովորել էի։ Կարում էի անեի, կալիսո։ Հիմա կարաս անես։ Հա, լեսական եմ։ Հիմա ասկի պինպոնգ չեմ կարող խաղամանա, այդ Ստենք հոգնեցի։ դարդերս մի հիշացրը։ Այս եմ էլի մտածում։ Լևոնին, այ մարդ, ես Լևոնին ստանը եղել եմ, պաչկամբ դուրս եմ եկել։ Այո։ Չէ, իրանց պաչկամբից շատ հաճելի էին այդ սոսիները, հեչ անդուր չես։ Տես նայեցի, հիշեցի։ Այն անգամ ասում էի Մալխասին ա պետք հարցնել։ Ես եղել եմ այն պաչկամբում։ Ուրեմն ռուսերեն ա ֆիլմը։ Պլյուս հայերեն սուբտիտրներ։ Այս անգլերենն ա բերում։ Ելա ոչինչ։ Եթե մի ավտորի մի րոպե է, ուրեմն Այս մեկը հենց հայերեն ա։ Ես ինչա պլյուս 18 ինչի։ Այս արդեն ռեկլամա է ինչ-որ ֆիլմերի։ Լավ։ Այս թանկ էր նկատեցիք 3000։ Այդ կինովասկայում չեմ հիշում, ինչ արժեր տոմսը։ Մենակ առավոտը 10-ից չեմ անում քանիս։ Ոնց որ թե 1500 էր, հա։ Դելա վիդեոյի մեջ կա կնայեք։ Ես խանութը փակվեց։ Այո։ Ես արդեն զարմանալի չի, չէ՞, որ այսօր կա վաղը չի լինում։ Հա, էլ չենք զարմանում։ Անցանք այս մայր կինոնայրին նայեցինք ֆիլմերը, գները եւ այլն։ Մենք մի հատ լավ
շատ նստարան գտանք կերանք ելեն Բաքում, որտեվ Անահիտը ասեց պետք է որ նստարան չլինի։ Բայց գնանք հələ մի հատ նայենք Բակը, տենանք ինչ վիճակում է, որտեվ մի անգամ մենք վերջի անգամ որը տեղ էինք, ընդեղ դռները ինչ որ փակվում էին Բակ մտնելու ինչ որ մի ժամից, չէ՞։ Թե դռները չէր փակվում, մենակ նստարանները։ Նստարանները հանել էին ընդհանրապես։ Հա, բնակիչին հարցրեցինք։ Մենք խոսել ենք արդեն էկրանը։ Հա, մենք ասել ենք դրա մասին։ Ասեց ինչ որ վատ խմբեր էին գալի։ Դրա համար այդ նստարանները վերացրեցին։ Դե խոսա, դու խոսա։ Ես ինչ ուրախություն աստեղ։ Կարող են երեխեքը շտկի եկան։ Չէ, բայց ասես չեն երկելու։ Գնանք այդ Բակը մի հատ նայենք իմանանք։ Ուրիշ անգամ կարանք այդտեղ ուտենք։ Թե չէ։ Եկեք այստեղից մտնեմ էլի մի անգամից։ Այս ինչ աշխուժ է այս սպորտ մասը։ Ասել Բակը ողջույն։ Ես այմար նորմալ նստարան է։ Հələ ինչ աշխուժություն ա տիրում։ Չէ, աշխուժ կյանքը։ Խոսացիր ալկա հետ։ Հա։ Որ կպատնես հեսա։ Ընդեղ Գեղարվեստի ակադեմիան է, Անահիտ նստարանները կան նորմալ, ինչ չէր։ Հա, նոր նստարաններ են, դες դրել։ Հա։ Լրիվ նորը։ Բայց ես ինչ էի, ես այն մարդու խոսքերին էի քեզ հավորդում։ Հա, չէ, դե հիշում եմ, ես հիշում եմ այդ մարդու հետ որ խոսացինք։ Բայց որ ասեց նստարանները, այդ չէ հիշում։ Ինչ չեմ հավխի թվում էր, ինչ որ դարպաս եմ փակում, ինչ են անում։ Չէ։ Չէ։ Բայց ափսոս որ տենց երևույթները։ Մենք ճիշտ ասած մի անգամ որ նստեցինք ինչ որ մի տեսակ աղջիկներ էին կողքը նստած, չէ՞, հիշում ես, նստարանին։ Չհավանեցինք այդքան էլ։ Նստարաններ թե բիսեդկաներ։ Բիսեդկաներ։ Չէ, ոնց որ հայ հենց այս նստարաններ։ Եթե չեմ սխալվում։ Բարև ձեզ։ Ստեղ եք ապրում, տղեկ։ Չէ։ Չէ։ Ուզում եմ իմանալ ես լող ավազանում ջուր ելնում, հա։ Չեք կարող ասեք։ Դե հա, եթե ստեղ չեն ապրում։ Հա, իդեպ Լևոնենց Բակն է։ Հիմա էլ Դավիթը զանգ տվեց։ Հա, հասկաց։ Եղավ դարս։ Լավ։ Հա, ստեղ էլ լավ վարդեր են։ Լավ բակ է շատ։ Բայց այդ մարդը այն անգամ որ տենց պատմեց շատ Բայց Արմեն, տխրեցինք։ դաշտով են արել բակը։ Ինչի է սա վարդերը։ Բականա չէ, հելա նա ես ինչ է։ Հա, բա վարդերը լավն են։ Վարդերը հա, բայց կոտը տեղ-տեղ բուսնել է, տեղ-տեղ չորա։ Բայց ընդեղ նայի բանա, շլանգա ջրում են։
Այնա։ Լավ հայաթաշը։ Բան։ Նստարաններն են շատ լավ, այդպես նոր են նստարանները։ Նոր են։ Բա վարդերը ինչ սիրուն թարմ վարդը, հələ էս վարդին։ Ես էլ կամերա չեմ փոխի ան այդ վարդերի համար։ Մեկը մեկից գեղեցիկ։ Վարդերի գործը արդեն պրոբլեմ չի Երևանում, չէ՞։ Այո, շատ է մեր մոտ վարդերը։ Մենք էլ ունենք մեր հողամասում, ես ասել եմ քեզ մի քանի անգամ։ Դեղին այսենց վարդե բանա։ Թուփա։ Թուփ չի, չէ։ Աճում են ասենց պատի նման, կակ է ոնց են ասում։ Վիուշիսը ռոզը։ Հա, վիուշիսը ռոզը։ Հայերեն չկարողաց ասեմ։ Դե որ գտնեմ տակը կգրեմ, չգտնեմ հույս չդնեք իմ վրա։ Որտեւ այդ Google թարգմանիչը մեկ-մեկ անց անկապ բաներ է գրում։ Էս ինչ է։ Հա, նայ մեջից Պլուշ։ մեջից աճել է, այս պարանով պետք է գնա, բարձանա այն մեկի վրա։ Մի խոսքով ճամփ։ Սա էս երևի իր վրա եղել է ծառի վրա, հետո էլ Ի՞նչն է եղել։ էս պլուշը։ Ոնց կարար պլուշը։ Հա, միջև է, Հետո մինչև կտրել են, երևի մնացել է ինչ որ։ Չգիտեմ, ենթադրում եմ։ Հետաքրիր ենթադրությունը։ Դե լավ, sense դուրս գանք գնանք մեր մեքենան։ Վեճ։ Ստեղ սառնա։ Բայց քամեր։ Դեստեղ սկվազնյակ է, էլի։ Էս մասը, դες ստեղ արդեն այդպես ուժեղ չի կամի։ Վազնակը հայերեն վզվզնյակը։ Հա, լուրջ ես ասում։ Չէ, իհարկե։ Վա։ Դες երեխեն մրսեց։ Բերեցին, պլեդը գցեցին։ Բալիկի վրա։ Ոյ, ես ոնց պետք է դուզելանա ինչ ոնց են փակել, Այս կողմից կա։ Կծկվելով անցնել։ Չէ, արի ես կողմից կանցնես։ Ես այս իրանց այս բանն եմ ուզում տեսնեմ, այս փոքր այգու նման։ Այստեղ միշտ շատ սիրուն են իրանք ձևավորում։ Այս մասը։ Հա։ Այն անգամ այն կողմն էր գեղեցիկ։ Դե կարող է այն կողմնել ավելացավ, բայց այստեղ միշտ է եղել։ Հասկացա, լավ, արի։ Հասկացա ինչ ես ուզում նայես։ Էսենց իսկ այն կողմը նույնիսկ ավելի գեղեցիկ էր, հա ոնց որ, չէ։ Չէ, նույնն է։ Նման է։ Ասիմետրիկ։ Այս երանգյունին ընդեղ ասիմետրիկ կողմն է, հակառակ կողմն է։ Այս թփերի երանգյունին։ Հա։ Այս ծաղիկների անունը չիմացանք։ Սալվի ջան, եթե կարող ես, ասա, պատսկաժի։ Բայց այդ պետք է այն կամերայով մոտիկից ցույց տամ, որ Սալվին կարանա ասի։ Հա, տենց հա։ Ինչ Դե թվում լավ, է։ գնացինք ստեղի։ Սորիզո։ Քո բանը կամերան որ ձեռքը տա մի քիչ ժողովուրդը կաշկանդվում է։ Դե գնանք։ Աջան, Կասկադում են երեխեքը երևի արդեն գնացած կլինեն, չէ՞։ այնտեղ ինչ-որ ժողովրդի հոսքեր են Իսահակյանի վրա մի մոմենտ։ Ես էլ մտածեցի կարող է Կասկադում ինչ-որ բան կա։ Լավ, քիչ մը գնանք։ Հա, էլ ինչ-որ շատ են անա այդ Կասկադում ժողովուրդը։ Շատ են ամենտեղ, փողոցներում էլ են շատ այսօր։ Չես նկատում։ Բայց այդ նստարանին, որ նստած էինք մենք, Հա։ դու ճիշտ բան նկատեցիր։ Շները նենց հանգիստ են մի տեսակ այդ փողոցային շները, չէ՞։ Հա։ Ընդհանրապես քաղաքում նենց ինչ-որ հանգիստ մթնոլորտ է ընկերական, բայց շներն էլ են այդ։ Հանգիստ, խաղաղ,
զգացելու այդ ձևի դարել, այդ արդեն հետաքրքիր Այստեղից է։ այս շներին դες հավաքել են, երևի տարել են ուրիշտեղ։ Այստեղ հիշում ես ինչ շատ էին։ Այս ամբողջ մասը իրանցն էր, պարկում էին այստեղ։ Այստեղ բայց նստարաններ կային, ինչի հավաքեցի։ Երկու, երեք հատ նստանց տեղերը մնացել են։ Երեխեք, Ստեղ երկել եք։ Ստեղ կաշկադում։ Այսօր։ Վայ, բա մենք հարցրեցինք, ընդեղ ասեցին, չէ, չենք երկելու։ Երկել ենք, հետո դրանք կասկադում։ Վայ, ինչ ափսոս չենք տեսել։ մեզ այո, մենք դες նկարեինք։ Ուզում ենք նկարել։ Մեծերից Բայց մեկին ընդեղ հարցրեցինք, հարցրեցինք, ասեցին, չէ, չենք երկելու, ուղղակի գնում ենք զբոսնենք։ Ճիշտ ասած նկարվել են, մի փոքր երկել են, այնպես չի որ Հա, երկել հա, են։ մի փոքր։ Ժամը 6-ին է սկսվում։ Վա, ասեք։ Ներին անակնկալ են Այս սոլնի կլուչով ա քեզ նկարել չթշիկիտ։ արել, հիշում եք։ 6-7 ես դու, իսկ դու սրտիկով ու քո ստորագրությամբ։ Ես իմ ստորագրությունը չի դասատում։ Դասատուն ա ստորագրել։ Իսկ հետևը փոքր աստղից։ Հա, աստրիկա ու սրտիկ։ Դե ձեզ լավ երեկո։ Ստեսուն ձեզ։ Այո, քոնն վերևը ինչ ա գրած։ Վիկա, հա։ Վիկա, փոքր աստղի կա, եւ մի հատ էլ սրտի։ Վիկան դու ես, չէ։ Վիկան դու ես, չէ։ Բնականաբար։ Սակա։ Լավ երևեք են։ Այդ Վիկան շատ համով բալիկ էր։ Այն մեկը ավելի համեստ էր սանից։ Ճարպիկ էր։ Հասկացա։ Ուզում էր թշերից քաշեի, Հա, թշիկները լավն էին շատ։ Համ սպիտակ էր, համ նենց կլորիկ թշիկները։ Հելավ գնացինք մեքենայի մոտ անայդ։ Այստեղ ինչ տակ ազգում ես։ Հա, ինչ որ։ Գիտես ինչ է։ Նամանավանդ, որ ես բաց տարած կա, ինչի ոստեղ ավելի։ Քարեր են էլի, տաքացել են օրվա ընթացքում։ Իսկ կարող է այդ մթնելուց առաջվա այդ էֆեկտն ա նորից։ Կարող է։ Լավ ոնց են երգում։ Ով։ Ցիտիկներով։ Են կոմես ցույց տալի, ես էլ մտածեցի։ Բանդեր են այդ ծառերի վրա է։ Էս ինչ է այս լուսավորը։ Հա, թիթեռա, չէ։ Հա, լուսավոր չի, ուղղակի արտացոլում է։ Էս արա։ Թերա թե ստրիկազա է։ Արի։ Չէ, թիթեռա, անայդ էլ ստրիկազա։ Սեն ստրիկազա է։ Ճպուր, հա։ Այո, ճպուր։ Ճպուր չի։ Ասում եմ Արարատը ինչ լավ գրել էր չինացու մասին։ Հա, Արարատ ջան, էլի շնորհակալություն։ Շատ լավ հղում էր։ օգտակար ինֆորմացիա, ոնց է միշտ։ Դե հիմա ես ասեք, նստենք։ թիթեռա թե ինչ է, կարթա անայդ։ Կարդամ։ Հա, Ջեք Յանջեր, այդ մեկա չենք հիշի, ոնց է կոչվում։ Ամեն, թևա տարած արծիվ։ Թևա տարած։ Հա, դե երևի թևերը տարածել է, էլի, Հա, բացել է։ այսինքն համ ես էի սխալ, համ դու։ Ինչու՞։ Ոչ ճպուրա, ոչ էլ թիթեռա։ Ես սա չի ասում, հա։ Հա, Այն կլուբայի վրա։ հա, ես է զարմացա, ասում եմ, ես քիչ ճպուր ասեցիր այդ թիթեռին։ Ես զարմացա, որ դու տենց ասեցիր չէ։ Հստակ։ էս Դա մեկը։ իսկական բան է, Հա, ճպուր։ դե ես, հա։ Ես բայց կներես պետք է կամերան փոխեմ։ Գրած է թիթեռ, butterfly։ Հա։ Այո։ Բայց սուտք ինքը ճպուրը ավելի էր նման։ Հա։ Լավ չէ երևում, բայց այդքան։ Մենք նստենք։ Մարդկանց նայենք։ Բա մեզ լավ չեն կարա ցույց տանք։ Արի ես կանգնեմ, որ ինձ լավ տենան մարդիկ։
Դու նստի, ես կանգնեմ ես ցույց տամ։ Լավ լույս է կամերայի մեջ։ Ստեղ արդեն կիսամութ է, սումերկի ոնց է նայրեն ասում։ Իսկ այդտեղ ոնց որ արևն է։ Այս iPhone-ը ունի տենց բան։ Լույսը մի քիչ ավելի ուժեղ է ցույց տալի մեկ-մեկ հաստե կա։ Այնտեղ Թամանյանը Ես էլ 10 հարգանի շենքը մի խոսքով սենց հանդարտ քաղաք որտեղ նույնիսկ շներն են հանգիստ իսկ հիմա ժողովրդի վերաբերմունքն է շների նկատմամբ ավելին են լավը դառն գիտես դրա համար մի քիչ շներն են հանգիստ Հանգստացել։ հաճախ ուտացնում են բան են անում Շոյում են։ Որտեղ շատերը արդեն շներ ունեն հետո ռուսներն են շատ լավ վերաբերվում, չէ՞։ Ամերիկայում Ջուլիան էր պատմում։ Ասում է աղջկաստանը մուկ էր բռնվել, ոչ թե իսկական մուկ, այլ պալիվայում իշտ է, դաշտի մուկ։ Ասում է բանը նստացրեց վանդակի մեջ, տարավ քաղաքից դուրս բաց թողեց։ Աղջիկը։ Այո, այնտեղ չի կարելի ոչ մի կենթանու սպանել։ Տենց, հա։ Այո։ Տարական էլ չկա, էլի պետք է տանես քաղաքից դուրս։ Ճանջերին, հա։ Դե դա նասիկոմը է, естественно, կենթանը։ Նրանք միչատ, հա? Միչատա չէ։ Այո։ Դե ավարտենք հա երևի Անահիտ ջան։ Ավարտենք։ Ես մի հատ նորից ուզում եմ ողջունեմ մեր այն հայրենակիցներին առանձին ողջունեմ իրանց, ովքեր գտնվելով, ասենք, ցենց երկրորդ իրանց հայրենիքը ծառայում են ու պիտանի լավ մարդիկ են այդ հայրենիքի համար։ Առաջինը մտքից գալիս է ճիշտ ասած Մարատ Հակոբյանը, որի շնորհիվ կարծում եմ ուկրաինացիները հարգանքով են հայերին վերաբերվում, շատ լավ տղա է, շատ բարեխիղճ իրագործը անում է ամենօրյա ռեժիմով։ Մարատ ջան, ողջույն։ Ողջույն Մարատ ջան։ Հետո հիշում ես այն անգամ Արարատը մեզ ուղարկեց Դիմիտրի Խառատյանն էր։ That's perfect. So we did Լավ ռոլիկ էր ուղարկել շատ Արարատը։ Տեսը գիտես։ Դե լավ է, այն եկեղեցիում, որ ինքը բաներ կազմակերպել։ Դե մեկ որ զբաղված եմ ալնում, հետո եմ մոռանում։ Դե ես կգտնեմ WhatsApp-ի մեջ էր ինքը Երեխեքը որ ուղարկել։ գալիս են, սա գուտնյայից դուրս եմ գալի։ Այդ օրս լրիվ կորում է, կարող է համընկել է։ Դե մեկնաբանությունների մեջ էր։ Մի խոսքով մարդիկ, որոնք հարգանք են բանանում, ասենք ոչ իհարկե Մարգարիտա Սիմոնյան, այլ ուրիշ, ես հասկացում իրար։ Մարդիկ, որոնք իրենց աշխատանքով, գործունեությամբ համ երկրին են ծառայում, որտեղ իրանք ապրում են, համ էլ Հայաստանի պատիվն են բարձր պահում այդ երկրում։ Դա է կարևոր։ Շատ կարևոր է։ Այ դա լուրջ բան է, որը ամեն մեկը կարա իր տեղում անի էլի։ Ոչ թե այդ առասպելական միացումը։ Չնայած դա էլ իր տեղը երևի ունի։ Լավ մնաք Հայեր ջան։ Ստեսություն ձեզ, Ստեսություն ձեզ։ առողջ եղեք։ Այո, միշտ առողջ։ Խաղաղություն լինի թող բոլոր աշխարհում, մեր երկրում։ Այո։
ոնց որ հիմա է այստեղ։ Խաղաղ, հանգիստ։ Համերար։ Մեր եղանակը։ Իսկական տեղն անայդ։ Սիրով Երևանից։ Չէ՞։ Այո։ Իսկ ավելացնեի, որ սիրով, սիրած և սիրված Երևանից։ Ադել լավ նայելի ու զորուց չի։ Ոչինչ, հեսա ես երկու օրը մի երկու հատնանց բակերցուց կտամ էլ ոչ մեկին դուր չի գա Երևանը։ Իկեչ հավասարակշռություն ապետ թե չէ ես ինչ հնդկական կինո ստացվեց։ Հնդկա, իչն է հնդկական։ Տաննա նինլայ նինդայ նայլայ դինդայ 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 դայ Ալալի նայ 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 Բացվեցի։